Չորեքշաբթի, անցյալ չորեքշաբթի ունեցա ուղի եթերը անոնք որ հետևեցան եւ հասել էին Գործ առաքելոց 6-րդ, 7-րդ, 8-րդ գլխու մեջ եւ այդտեղ խոսեցանք Ստեփանոսի մասին։ Մինչ ես չորեքշաբթի փոխանցեի սերդողությունը, դերը սրտիս տրավսելով այս թեման նորեն պետք է խոսի Կիրակի օրը։ Սերդողութենեն հետո միջև այսօր սկսա տեսնեմ դերը ինչ կուզե փոխանցել մեզ։ Ստեփանոսի պատմությունը ով գիտե, Գործ առաքելոցի մեջ կգտնվի քրիստոնյա եկեղեցվո առաջին պատվված մարդն է։ Բողոս Արաքյալից ավելի, Պետրոսեն ավելի, Ստեփանոսը c'est Étienne ֆրանսերեն անոնք որ քանի որ Ստեփանոսին առաջ Հիսուս ոտքի երավ իբր հարկանք եւ ինձի շատ մտածեցնել մտ այս բանը ով էր Ստեփանոսը քույր եղբայրներ գիտեք երբ որ առաջին հավատացյալները եկեղեցին սկսավ իրենք շատ լավ հասկացել էին Հիսուսի խաչելությունը եւ հարությունը մեզանից շատ ավելի լավ իրենք գիտեին ով էր Հիսուս ինչու մերավ Հիսուս եւ իրենք երբ որ գսեին մենք կնվիրվենք Հիսուսին կնվիրվեին ինչպես քիչ առաջ ասվեցավ լիովին ամբողջությամբ գահանացվեին գծաղրվեին վատ բաներ գխոսեին իրենց մասին ամբողջ քաղաքի մեջ Երուսաղեմի մեջ եւ ուր վրային բայց իրենք կշարունակեին քանի որ համոզված էին ամբողջ հոգիով այն Հիսուսը սիրել առաջին աշակերտները շատ կսիրեին Հիսուսին եւ պատրաստ էին ամեն տեսակ հարվածներ ունենալ բարձրապես իրենց սիրած Հիսուսին մեկը թող չգտնի 2000 տարի վերջ մեր սերը այնքանալ չէ կարծեք դուք կմտածեք շաբթվա մեջ Հիսուսի խաչելության մասին խաչին վրա քեզ գնայի հարության ընթացքին քեզի գնայի համբարձման ընթացքին քեզի գնայի գիշեք ցերքեր այսպես օրտնված ելավ երկինք հասնելուց հետո քեզ մասկու մասին կխոսի հորը գպարե խոսե քեզ համար Հիսուս ամբողջովին իր զավակներուն համար է առանց ասանք ինչպես ասեմ retenu գսեմ ֆրանսերեն ամբողջ հոգիով բահումներ չկա եւ այդ տեսակ Հիսուսին երբ որ գմտածեմ թե ինչ կնեի մասին եւ ինչ կնե ինչ ըրավ եւ ինչ կնեի ինչ պիտի անե սիրելի քույր եղբայրներ գտեսնեմ որ իմ մեջս այնքանալ սիրո պատասխան չկա Հիսուսի մեկը ցեզի 500 եվրո դարձել նեղության ընթացքին ամբողջ կյանքդ կհիշես այդ մարդուն չէ օգնի մեկը քեզի մի բանով օգնեց շնորհակալ կլաս այդ մարդուն եւ ինչու քանի որ գիտես ինչ վիճակի մեջ էր եւ ինչպես քեզ ազատեց ինքը բարդավոր չէր քեզ 500 եվրո դալու բայց բարձրապես տալ եւ սա որ մի վերադարձնել գիտեք որքան գուրախանակ այդ մարդուն համար ինչեր կբատմենք մեր 4 կողմը ասելով այս մարդը մեզ համար ինչեր էր եւ եթե մեկը այդ մարդու մասին վատ բան խոսեր գսեր չեմ գիտեր դու ինչ կսես բայց ինձ այդպես չէ ինձ լավություն արեց Հիսուս մեզի գիտեք որքան լավություն արել բայց գիտեք ինչու շատ չենք խոսիր քանի որ շատ չենք մտածել մորցեր ենք ինչ ըրավ մեր համար անոնք որ մեր մեջ մգրտված են տարիներ առաջ կամ մի քանի տարի առաջ հիշեցեք այդ օրը ինչու մգրտվանք անոնք որ մգրտված չեն թող մտածեն ինչու պիտի մգրտվին Հիսուսը մեզ համար ինչ էր ըրավ ինչպես չպատասխանեմ այն Հիսուսին ցանկով էյությամբ նվիրված հա դժվարություններ շատ կան խնդիրներ այո կան դուն չկա դեղ չկա օքեյ բայց Հիսուսը ինձ համար ինչ էր հալելույա կարևոր է որ սորվինք այս խնդիրը կա այն խնդիրը կա այո բայց Հիսուսը ինձ համար ասես եք միշտ խնդիրի մասին որ խոսենք իրար հետ բայց Հիսուսը ինձ համար լավ չէ վիճակս օքեյ բայց Հիսուսը մեռնելու եմ գնում բայց Հիսուսը իմ համար իմ դերն է Գասկա այդ մեզի քաչություն կուտա եւ մեզ կսորվեցնի մեր կյանքի նպատակը ինչ է հալելույա
Փառք Հիսուսի։ Ուրեմն առաջին եկեղեցի անդամները այսպես սիրով լեցված էին, ամեն օր իրար հետ էին, իրար գքաչալերեին, իրար գպարծացին, իրար գսուրվեցնեին, ամեն օր իրար հետ էին, քանի որ հասկացել էին, որ իրար հետ չլինեն, դուրսի մարդիկ իրենց հագարակ են։ Հիմա շատ հավատացյալներ կա, որ եթե եկեղեցի չի կան նույնիսկ, անչափ լիքը ընկերներ ունին դուրսը, որ եկեղեցին պետք չունեն։ Հալելույա։ Բայց ժողովուրդ այն ժամանակ հավատացյալները պետք չէին։ Իրենց ընկերությունը, միապանությունը, մոդիկությունը եկեղեցին էր։ Քանի որ դուրսը իրենց հագարակ էին։ Միջև այդտեղ որ դուրսը քեզի հագարակ չէ, դու դուրսին հետ ընկերություն պիտես։ Ով գսա ամեն։ Մինչև այդտեղ որ դուրսը քեզի հագարակ չէ եւ դու դուրսին հագարակ չես, միշտ ընկերություն պիտես եւ եկեղեցի մեր դկար հավատացյալներուն պիտի անարգես։ Բայց եկեղեցին է մեր հավիտյանությունը։ Ով գսա ամեն։ Եկեղեցին է որ մեզի հոն պիտի հանդիպենք իրար։ Եկեղեցին է որ Հիսուս իր արյունով գնեց եւ իր արյունով գնքեց եւ ասա որ ով որ եկեղեցի մեջ կմտնե իմ աչքից պիփին պես պիտի լա հավիտյան ես իրեն պիտի չթողնեմ ով ասա բայց Հիսուսը որուն այդ մարդուն որ եկեղեցի մեջ իր ընտանիքի մեջ անորոշ ընտանիքը ինչպես քիչ առաջ կսեի ընտանիքը եկեղեցական շատ ավելի կարեւորություն ունի քան թե մեր հայկական սովորությունները երկինքն ու երկիր պիտի անցնի գսե բայց իմ խոսքս պիտի անցնի եկեք մենք ուրիշ բան ասենք հայերենով մեր բոլոր հայկական սովորությունները ադետները պիտի անցնին բայց Հիսուսի խոսքը պիտի անցնի հավատյան Ալելույա գրնան գսել այդ բանը ուրեմն հավատացյալները միասին էին եւ ինչպես միշտ երբ որ մի քանի հոգի իրար հետ գահավաքվի խնդիրը կսկսի donc ոչ թե միան հայերը միշտ բոլոր մարդ արարած բոլորը հավաքված են այստեղ նոր եկեղեցին արաքյալները հրաշքներ գնեն 5000 հոգին մգրդվեցան մարդիկ կաբաշխարեն հրաշքներ գլա այստեղ գպարապանեն գերքեն եւ այլն գող գողքի հավաքվեցան սկսան իրարու գծել եւ գիտեք ինչպես երբ որ լավ գարտանք 6-րդ գլուխի սկիզբը խնդիրը գիտեք ինչ է խնդիրը ասինչցին անինչցին հետ օրինակ լիբանանցին թուրքիացին հետ Բարսկաստանցին, ինչ գիտնամ ասինչին հետ, Երևանցին, ինչ գիտնամ Գյումրիցին հետ, եւ այլն, ցիերը իրար հետ գրիվը սկսանելու։ Քանի որ այդտեղ գրված է 6-րդ գլխում մեջ, որ եբրայերեն խոսող հрьяաները սկսան նախանցիլ գրիվնել հուներեն խոսող հрьяաներին հետ, որ երկուքն նույն ցեվով ապաշխարեցին եւ Հիսուս Քրիստոսը ընդունեցին, նույն եկեղեցին մեջն են, բայց ցիերը իրար հետ գրիվը սկսան։ Դուք այդպես մենք այսպես, դուք այդպես մենք այսպես, դու այսպես ես այդպես եմ, դու այդպես ես այդպես եմ։ Գիտեք ինչու։ Քանի որ իրար չէին հասկանալ։ Եբրայեցիները եբրայերեն գխոսեին հрьяերեն։ Իսկ հույն հрьяաները հունարեն գխոսեին։ Նույն լեզուն չունեին։ Եվ սկսան գրիվնել իրար հետ։ Ինչու համար մեր օգնություն որ գուտակ, կամ այդ օգնություն գուտային, այդ օգնությունները որ գուտակ ինչու համար մերիներուն այնքան չեք օգներ ինչպես ծերիներուն։ Մի խոսքով այս էր պատճառը, բայց մենք նույն պատմություն ունենք։ Մերինը ծերինը, իմս քուգդ, նույն պատմությունն է։ Մարդը միշտ նույնն է եղած է։ Եկեղեցիներ պաշտված են, կաթոլիկները պաշտվել են, արաքյալականները պաշտվել են, ավետարանները 50 տեսակ պաշտվել են իրար մեջ։ Ամենը գիտեք ինչի վրա հիմնված։ Մերինը ծերինը։ Ես էսպես եմ, դու այդպես ես։ Դու չես ուզում, ուրեմն կդա ուրիշ։ Ինչու մերինը ծերինը եւ այդիկա եղավ եկեղեցին մեջ նորեն առաջին եկեղեցին հալելույա հասկացաք միտքը ուր հասանք եւ այդտեղ արաքյալները ժողովուրդ ամեն արաքյալները ներկա են հովիվի հալելույա միշտ հովիվի վրա հանցանք գցեն ցեզի ասեմ ավետարան Հովաննես արաքյալն ակա նորեն գրիբիտնեք հետը դուք գսես մարդ արարածը քանի որ խնդիրը միշտ կփորձենք գցել ամեն արաքյալները հոնեն 12 արաքյալները Հուտամ չկա, դերը Մատթեոս եկավ։ 12 առաքյալները, Քրիստոսի հետևորդները այդտեղ են եւ գրիվ կա։ Ուրեմն խնդիրը հովիվին վրա մի գցեք։ Պատասխանատուներն վրա են առաջ, մի հատ դու քեզ նայի։ Քանի որ հեշտ է պատասխանատուին վրա գցել։ Շատ հեշտ է։ Հիսուսի արեցին, առաքյալներուն արեցին, ըստեղալ եկեղեցին նոր կսկսի եւ վրին։ Հիմա առաքյալներըսին նայեցեք։ Եկեք այս հարցը լուծենք։ Հունարեն խոսող մարդոց մե, որոնք չեն հասկանար հрьяաները եւ հрьяաները չեն հասկանար հունարեն խոսողներուն։ 7 հոգի որոշենք։
որոնք կարողանան իրենք այս հարցը լուծել։ Եվ ընդրություններին 7 հոգի։ Ինչ ասել եք իրեք։ Գազմագերբչական, գազմագերբեցին եկեղեցին։ Գարկ ու կանոն թրին եկեղեցին մեջ։ Ինչ որ հիմա փորձում են այդ կանտվի եկեղեցի։ Գարկ կանոն չկա։ Գարկ ու կանոն թրին 7 հոգի որոշեցին, գիտեք ինչ պիտի նային այդ 7 հոգիները, շատ բարձ բան։ Գերագուր պիտի դային աղքատներուն։ Հույն աղքատները, հրի աղքատները։ Գերագուր պիտի դային, պիտի գազմագերբեին բարձրապես խմբակներ, գերագուր տալու, օգնելու, ողորմություն ունելու, օգնելու, ֆիզիկական, ֆինանսական, ուտելիքի հետ կապված, հոգևոր, ոչ մեկ բան չկա այդտեղ, այդպես կերևնա։ Բարձրապես սուրճ պիտի դային, ինչպես որ կան մեր ստեղ խմբակ, որ ցեզի սուրճ են տալիս։ Նույն սիստեմը։ Եվ այդտեղ գիտեք Պետրոս Արաքյալ գսե հետևյալը։ 6-րդ գլուխի որ գերտանք, գսե մեզի համար գտեք 7 հոգի, որոնք ունեն բարի վկայություն մարդկանց մեջ։ Առաջին պայման։ Բարի վկայություն ինչ ասել է։ Ասել է որ եկեղեցիի մեջ բոլորը այդ մարդկանց համար լավ վկայություն կտան։ Երկրորդ, բարի վկայված Սուրբ Հոգիով մարդ։ Սուրբ Հոգի պարգևներով լեցված մարդ, նոր հավատացյալներ են չմոռնաք, մի քանի դերևս շաբաթներու։ Երկար դարիներու հավատացյալներու մասին չենք խոսիր, մի քանի շաբաթվա մասին։ Հազիվ մարդը մգրտվեցան, ապաշխարեցին եւ հիմա գսեն հադենայմ ցեզանից ով գուզե այս կորձի վրա պատասխանատվություն վերցնի։ Առաջինը լավ վկայված մարդ, հայալլա մարդ չենք տներ, հայալլան ասկսա, բարապ մարդ չենք տներ։ Երկրորդ Սուրբ Հոգիով, երրորդ գսե իմաստությունով լեցուն։ Խելացի մարդ։ Գիտեք ինչ կարևոր է խելացի ելալը։ Մարդկային ցեղով գխոսեմ այստեղ։ Շատ իբր թե Սուրբ Հոգիով հավատացյալներ կան, որ իմաստություն չունեն։ Շատ ալ իմաստուն մարդիկ կան, որ Սուրբ Հոգին չունեն։ Հավասարակշռված է Սուրբ Հոգիով եւ իմաստությունով։ Բայց այդ Սուրբ Հոգիով եւ իմաստությունով մարդը որտեղից պիտի երևնա։ Եկեղեցին վկայությունով։ Ես դունը մինագս ամենեն լավ Սուրբ Հոգիով լեցված իմաստուն մարդը գնամ ալալ։ Եվ որ դունը մինագն եմ։ Հայելի ինտիմացը գնամ եւ ինձ կսեմ որ ես իրավունք ունիմ, ես ճիշտ եմ, ես խելացի եմ, ես Սուրբ Հոգին ունիմ, ես ինձ կարամ ասեմ, բայց եկեղեցի մեջ թուն բիդեսես ես ով եմ։ Ես ալ բիդեսեմ թուն ով ես։ Ուրեմն կսե կդեք ծեր մեջ։ Մարդիկ, որոնք լավ վկայություն ունին։ Ուրիշները իրենց համար լավ բան կսեն։ Երկրորդը, որոնք իմաստուն են մարդկանց հարաբերության մեջ, քանի որ մարդու հետ պիտի աշխատեն։ Սիրելի քույր եղբայրներ։ Հալելույա։ Գիտեք մենք խնդիր ունենք մարդերու հետ։ Բայց մենք պետք ունենք սորվելու իրար հետ լինել։ Իմաստությունը ոչ թե ես խելացի եմ դունը, իմաստությունը որ ես իմաստուն եմ քո հետ։ Իմ խոսակցության հետ, իմ վարվելագերբիս հետ, իմ ընկերության մեջ, իմ ինչ գիտնամ քո մդերմության հետ իմաստուն ցեղով կվարվի։ Քույր եղբայրներ ջան, ծեր հարաբերությունները մեր եկեղեցիներու մեջ հարաբերությունները ցույց կտան իմաստուն ենք, թե անխելք ենք։ Եվ այդ կապ չունի Սուրբ Հոգի լեցվել ենք, չենք լեցված։ Ուրեմն այստեղ գսե գտեք 7 հոգի, որ քոնե վկայություն ունենան մարդուց, որ այս մարդը լսող մարդ է, խելոք մարդ է, հասկացող մարդ է, խոսիլը գիտե։ Եվ Սուրբ Հոգիով լեցված այդտեղ են գերևնա որ խոսիլը գիտե։ Կարող Սուրբ Հոգիով լեցված է, եթե խոսիլ չգիտեր, գներեք Սուրբ Հոգիով լեցված չի։ Սուրբ Հոգիով լեցվածը գերևնա ինչպես կխոսի, ինչպես կվարվի, ինչպես կմտածի։ Ով գսա ամեն։ Լավ է վիճակնից միջև հիմա, հերջոց կսավ։ Եվ գսե անոնց 7 հոգին կդեք, և նայցեք ինչ գսե Պետրոսը, և անոնց գսե կորձի վրա տնենք։ Այս կորձի վրա տնենք։ Իրենց պատասխանատվություն տանք, այս սեղաններու ծառայության կորձը իրեն կնեն։ Մենք կորձի վրա տնենք։ Հիմա որտեղ են պիտի երևնա որ անոնք Սուրբ Հոգիով լեցված մարդ են գիտեք։
Երբ որ այդ իրենց դրված կորձը գտնունին։ Հասկացա գուր երթանք։ Մեկը չսավ, մենք չէ։ Որոշում, գարկու կանոն, եթե դու Սուրբ Օգիով խոնար, իմաստուն մարդ ես, ինչ որ քեզ բիդեսենք բիդենես։ Ճիշտ մեր հայերուն հագարակա։ Եվ նայեք նույնիսկ երբ որ ես այս սկսեմ, այս ասած ժամանակս ես նույնիսկ կզարմանամ, որ եթե մեկը ինձ ասի արդյոք կնեմ։ Չէ որ ես ինձի Սուրբ Օգիով լեցված իմաստուն մարդ, որոնց մեկը եղավ Ստեփանոսը։ Շատ բարձ մարդ էր, վգայված եւ գսե հավատքով եւ Սուրբ Օգիով լեցված։ Հիմա հաջորդ բանը գավելցնեն հավատքով մարդ։ Սիրելիներ, ինչ պետք ունի աթոռները դեղափոխելու համար Սուրբ Օգիով լեցված հավատքով մարդ։ Շատերը երբեմն այդպես կմտածեն։ Գիտեք, շատ մեծ պետք ունի։ Քանի որ այս աթոռը, որ այստեղ են գահանիս, հոնգս այսօր մեր մանուկներուն, մեծ մանուկներուն, ասի որ այս շարքը դուք հանեցեք։ Մենք անգամ իրենց մեջ պատասխանատվություն եկավ։ Ով ես, հա դու, այսօր այս շարքը դու բիդանես, դու հոմբիտ տնեք, դու կան հոմբիտ տնեք։ Որ ինձ սորվեցնենք հնազանդություն։ Դերևս դու չի հնազանդիր մամային բաբային, բայց եկեղեցի մեջ թող սորվի։ Ուրեմն հնազանդությունը գերևնա քո ինչ որ քեզ կդրվի եւ Ստեփանոսին ասին որ Ստեփանոս ջան ինչ որ քեզ բիդեսենք բիդանես այս սեղանները հանե աթոռները դիր սուրճերը պատրաստե ինչ գիտնամ ողորմությունները պատրաստե բայց անոր համար Սուրբ Օգիով պետք է լեցված լանք ինչու գիտեք ինչու քանի որ ինչ որ գնես եկեղեցիի մեջ ես մարդկայինով ընես պիտի գրիվ ընես մարդկանց հետ Երկար չի կաշի այո։ Եթե դու մարդկայինով պիտի կաս աթոռները շտկես, երկար չի թիմանալու։ Մարդկայինով եթե պիտի սիրես ինձ, երկար չի։ Մարդկայինով ընկերություն պիտի տեսես չի կարելի։ Եկեղեցիի մեջ Սուրբ Օգիով է հարաբերությունը։ Մարդկայինը տիրոջ հոգևոր ընդհանրական թակավորության մեջ մարդկայինը արյունը գսե եւ մարմինը տեղ չունի։ Ուրեմն նույնիսկ եթե այս աթոռը գտվիդանես հոմբիտ ծնես, Սուրբ Օգի պետք ունենք։ Գիտեք ինչու, քանի որ աստծո Սուրբ ընտանիքին մեջն ես։ Գուզեմ քաչալերել քեզ որ մտածես, որ երբ որ այս տրեն ներս կմտնես, մի մտածի շենք, աթոռ, ընկեր, բարեկամ, մտածի աստծո թակավորության մեջն եմ հիմա։ Հավաքված իր ժողովուրդով լրջությունը, որքան կարևոր այդ լրջությունը, որ դու ոչ թե նայես դիմացի մազին, հակաստին, ինչքան գոշին կամ խոսածին, այլ նայես այդ Քրիստոսին, որ ինք Քրիստոսի մեջ կկործե։ Նույնիսկ տերապաշխարած չէ եւ այլն։ Հալելույա։ Եվ ավասիկ Ստեփանոսը իրեն դրվեցավ այս կորձը։ 6 հոգի ուրիշ Ստեփանոսը, որու մասին պիտի խոսենք այսօր, օքեյ, միջև հիմա։ Ստեփանոսի մասին մի քանի բաներ մեջտեղ հանեցի, արագ ցեզի ասեմ։ Քանի որ գազագերբչական պետք ուներ եկեղեցին, ասի ցեզի 7 հոգի կտանք։ Ստեփանոսը հավատքի մարդ էր, իմաստուն մարդ էր, Սուրբ Օգիով լեցված մարդ էր։ Գուզեմ այստեղ ցեզի մեկ բան ասել։ Շատ կարճ ժամանակին մեջ զարմանալի։ Մենք 20 տարվա հավատքի մեջ ենք, 30 տարվա հավատքի մեջ ենք, 50 տարվա հավատքի մեջ ենք, եւ դեռ քիչ մարդիկ կան մեր մեջ, որ մեր մասին գսեն Սուրբ Օգիով լեցված իմաստուն ծառայող է։ Ժողովուրդ, նոր հավատ, քեզանից ավելի շուտ մտերել ավելի հավատքի մեջ։ Մի խոսքով, դու իրանից ավելի երկար հավատացյալ ես։ Եվ նայեցեք, Սուրբ Գիրքը երկու անգամ Եվ իր ռազոբի դեսնենք, երկու անգամ ցույց կտա, որ այս մարդը Սուրբ Օգիով լեցուն իմաստուն մարդ էր, մի քանի օրվա մեջ։ Հալելույա։ Ինձ քաչալերել գուտաս։ Գամչնամ, բայց միշտ կողմեմ քաչալերվիմ։ Գամչնամ, որ 30 տարվա մեջ ասպես չեմ, բայց կքաչալերվիմ ուրեմն գրնամ լալ։ Քանի որ 3 օրվա, 3 շաբաթվա հավատացյալը, եթե այս եղավ, քանի որ Ստեփանոսը անգարաչ հավատացյալ չէր, հետալսեմ ցույց։
Այս գործ առաքելոցին մեջ մի քանի 5-րդ գլուխին մեջ ապաշխարեց։ Նոր հավատացյալ է։ Սուրբ ոգիով լեցված մարդ է։ Իրեն կորձ մգուդան, բարապ կորձ ինչպես ասեք իջ առաջ, մեր աչքով բարապ կորձ, ինք բարձրապես խոնարհությամբ եւ լրջությամբ կընդունի։ Խոնարհությունը եւ լրջությունը հավատքի մեջ գիտեք որքան կարեւոր է։ Չմոռնաք, Հիսուս բադվեց իրեն։ Ես ուզում եմ ցեզի հասցնեմ այնտեղ, որ Հիսուս բադվի նաեւ քեզ։ Բայց բանալիներ կան։ Եվ այդ բանալին առաջինը լուրջ եւ խոնարհ լինել քո հավատքիդ մեջ եւ քո Տիրոջ տան մեջ եւ ինչ որ քեզ կասեն։ Հալելույա։ Իրենսին Սուրբ ոգիով լեցված ես, եթե ինձ ասեն Սուրբ ոգիով լեցված ես, կսպասեմ որ միկրոն դան ինձի, որ ես քարոզեմ։ Բայց իրեն աթորը դվին, որ շտկի։ Տարբերություն տեսակ, Սուրբ ոգիով լեցված մարդը աթորը դվավ եւ ինքը լուրջ, հերանեկոց, խոնարհությամբ, հնազանդությամբ եւ վստահ ուրիշները տեսան, ասեն այս մարդը ինչ որ գսենք կնե։ Ուրեմն իրական գսիրե Հիսուսին։ Ուրեմն իրական խոնարհ մարդ է այս մարդը։ Այդ մարդը եսը չի փնտրել։ Չասեց ես նայեցեք ով եմ։ Տարիներ առաջ մեկ եկավ ասավ ես ուզում եմ փառաբանության խումբին մեջ։ Ասի նախ գնա զիբիլով սպաղվի դեպի։ Եվ այդ մարդը այլևս չգավ եկեղեցի։ Հեշտ է միկրոն արջև առնել նստիլ։ Հալելույա։ Սուրբ ոգիով լեցված մարդը կսկսի խոնարհությամբ անել ինչ որ գսվի։ Մարդիկ կան երբեմն արդեն չասելուց կտեսնես որ ինքը իրենք արդեն մեջն են, կանում են, ինչ որ տեսնում է աչքը գնե, ինչ որ պետք է գնե, խոնարհությամբ չես ալսել եւ երբ որ իր մասին մտածես, կմտածես որ խոնարհ մարդ է այս մարդը։ Եկեր է Հիսուսը կսիրե, եկեղեցին կսիրե, կծառայե։ Հալելույա։ Ուրիշներ կա դարիներ պիտի համոզես, որ մի բան սկսի անել։ Հիմա որոշենք, ես կուզեմ բադվվիմ Տիրոջից, ոչ թե մարդոց մե, Տիրոջից։ Անոր համար գսորվիմ Ստեփանոսի օրինակը։ Սուրբ ոգիով իմաստուն մարդը խոնար, սեղան շտկե, սենար շտկեմ, աթոր շտկե, աթոր շտկեմ, այս մարդուն փողդուր, փող դամ, այս մարդուն գերագուրը փեր, գերագուրը դամ։ Heç խնդիր չկա։ Գրիվներ կա, ինքը խնդիրը չէ, ինքը իր գործը կնի։ Չի մտածել, ով որուն այդ ինչ գրիվ գնե, ինչ գնե, մարդիկ կամ մեր եկեղեցի մեջ հերացային գնեն, որ իմանան, եկեղեցի մեջ խնդիր գա կամ չի գա։ Եվ եթե գա կսկսին իմանալ ինչու, ով, երբ, ինչպես։ Բայց ժողովուրդ ջան, քեզ ինչ, արի դու քո բանալգաճուն, արա ես իմ բարտագաճուն, սնեմ, յետևից առաջից չխոսամ, իմ անելիքս անեմ, հալելույա։ Եթե դերը գուզե ինձ մի բան ասել, գասե։ Ամեն։ Օրինակ գմտածեմ Ստեփանոսի մասին, երբ որ գմտածեմ, դեր ինչ լավ օրինակ էր, մադամանտ նորեն գտնեմ, նորահավատ մարդ էր։ Հալելույա, ամաչելիք բան է իմ համար։ Նորահավատ մարդը ինձի օրինակ կլինի։ Հետո Սուրբ Գիրքը լավ գիտեր։ Գիտեք ինչու։ 7-րդ գլուխը երբ որ գարտակ գործ առաքելոցին, երկար բարակ Սուրբ Գիրքի պատմությունները կպատնե։ Սուրբ Գիրքը լավ գիտեր։ Դու Մովսեսին պատմությունը գիտես, Աբրահամին պատմությունը գիտես, Հովսեփին պատմությունը գիտես, թեթևանուններ գսեմ որ իմացեք այո։ Հետո գսկսի Հեսուին պատմությունը գիտես, Ժեֆտեին պատմությունը գիտես, արդեն ստոպ դրվեցավ։ Օրինակ քեզ դամ, ինչ գիտնամ Մարիամին պատմությունը գիտես, ոչ թե Հիսուսի մամային, ուրիշ Մարիամ։ Օրինակ։ Ժողովուրդ, մենք Սուրբ Գիրքեն տեղյակ ենք։ Անոր համար է որ անոնք որ ցեզի կաչալերեցի, խնդրեցի, բաղադեցա, ասելով քույր եղբայրներ եք դբրոցնենք Սուրբ Գիրքի, որովհետեւ Սուրբ Գիրքը սորվինք, Սուրբ Գիրքը սերդենք, Սուրբ Գիրքի խորքերը երտանք, դեր օրտնի անոնք որ մի 35 հոգի արդեն քրանցվեցավ սկսանք բարտիրոջը, ուրիշները գարձես գիտեն, դեր օրտնի անոնք որ գիտեն, բայց հարց պիտի դամ ցեզնայեմ գիտես կամ չէ։ Այս Ստեփանոսը բանից առաջ Փարիսեցիներուն առաջ Փարիսեցիներուն իրենց գիծած պատմությունը մանրամասնությունով պատմեց։ Զարմանալի։ Սուրբ Գիրքը լավ գիտեր, դարձ ժամանակին։ Հիմա շատերը գսեն որ Ստեփանոսը արդեն հավատացյալ էր, ոչ։ Արդեն հավատացյալ չէր։ Ինքը հույն հրյա էր, բայց հույն հրյա էր։ Ինքը Երուսաղեմ ապրող չէր։ Ինքը հետո ավելցավ, եկավ։ Մի խոսքով ամբողջ 7-րդ գլուխը գարտացեք։
մանրամասնությամբ պատմությունը առանց քիրքի, առանց նոթի, հա։ iPhone-ը ցերկը չէ, հա, խոսածածը։ Առանց քիրքի, առանց նոթի, հիշողությունով, սորվելով, գնաց, պատմեց բոլորին, ես կսեմ Տեր ինձ օգնի, որ ես սորվիմ խոսքդ։ Ես ալ կարողանամ սուրբ գիրքի առաջին էջեն, մինչև վերջին էջը, քոնե ամբողջ կարևոր հիմքը սովորեմ։ Քոնե կարողանամ մարդկանց փոխանցեմ, երբ որ ժամանակ կուկա փոխանցելու։ Եվ Տեր մեր եկեղեցիներում մեջ հարց կուտան իրարու սուրբ գիրքը կարդացին այսօր։ Տեսնում եք մեր երեխայությունը։ Բայց այնտեղ այն չէ, չի գար սուրբ գիրք կարդացիր կամ չի կարդացիր։ Այդտեղ մեջն է սուրբ գիրքին։ Այդտեղ անպայման կարդում։ Գիտեք ինչու, ամեն օր իրար հետ էին կանի օր։ Գսորվեին, դուրս գելեին, գվգային գուքային, գլսեին, գսորվեին, գելեին, գվգային գուքային։ Ժողովուրդ այս էր եկեղեցին։ Մենք նույնիսկ կարդալու պրոբլեմ ունենք սուրբ գիրքը։ Ուր մնաց սորվինք։ Հալելույա։ Եվ որ գնաց Փարիսեցիներուն դիմաց ելավ շատ կսիրեմ այս թրվագը 7-րդ գլխի մեջ, երբ որ գսե մարդիկ, եղբայրներ եւ հայրեր մտի գրենք, այսպես է սկսում խոսքը, հարկալից գրիվով չէ, գլուխնին զարնելով չէ, հարկանքով, հայրեր, մարդիկ, եղբայրներ, լավ մտի գրենք, մի խոսիմ ցեզի։ Մի քանի օր առաջ մկացել էի եւ դրվյալ անձը սկսավ խոսիլ մեր եկեղեցիների մեջ եղող մեգումը մասին։ Բայց չի գիտեր որ ես այդ մարդուն գճաշտամ։ Ասի շատ լավ էր։ Ցայնս ալ չհանեցի։ Սկիզբը։ Եվ սկսավ խոսիլ այդ մարդուն հավատքի մասին։ Որ ինչ ծևերով իբր թե այդ մարդը ավետարանչություն է արել իրեն, բայց սխալ խոսքերով, սխալ դրսևորումներով, սխալ ոճով։ Այդ մարդը զզվեր է այդ տեսակի հավատացյալներեն, չգիտեր որ ես իր հովիվն եմ։ Անորմալ ամծան ախսելու։ Ուրեմն Ստեփանոսը Թիմացինին սխալը պիտի լսեք, քանի որ հիմա պիտի կարդանք, գուցե որ դուք խաչեցիք։ Մադը պիտի տնե վրանին, բայց մինչև հոն հասնի 7-րդ գլուխ ամենեն երկար քարոզն է սուրբ գիրքին մեջ։ 7-րդ գլուխին մեջ սիրով, հարկանքով, բայց ճշմարտություն ասող։ Սիրով, հարկանքով, բայց ճշմարտություն ասող։ Մենք երբեմն ճշմարտությունը չենք ուզել լսել, ուզենք միան լսել սեր եւ հարկանք։ Բայց եկեղեցին լավ լսեցեք, եկեղեցին սերը ճշմարտությունը ասելն է։ Ես կրնամ քո, դու կամ դու ինձ կամ ես քո մեջ կլավ մաժենք իրար։ Եվ իրար լավ ընկերները լանք, բայց այդ եկեղեցի չէ։ Եկեղեցին ճշմարտությունը պիտի ասե։ Հարկանքով, գրիվով չէ, ոչնչացնելով չէ, անարգելով չէ մարդ արարածին, մարդուն, բայց մարդու սխալը ասելով եթե գա սխալ։ Այստեղ ինձ Ստեփանոսը դեսա իր խոնարհության մեջ սուրբ գիրքը գիտնալով, սուրբ գիրքի խորքերը գիտնալով դհագասե հագասություն գնե քահանաներու հետ, donc իմաստալից մարդկանց հետ, խելացի մարդկանց հետ, բայց հարկանքով իրենց մեղքը ցույց տալով։ Օրինակ չէ՞ մեզի։ Հալելույա։ 7-րդ գլխի մեջ որ գվերջացնե, նայեցեք ըսիգեսի, ճշմարտությունը հստակ կխոսի։ Գսե հոստեղ ով խստաբարանոցներ։ Քիչ առաջ ասավ ով հայրեր եղբայրներ, բոլոր կարոզը ասավ, բոլոր պատմությունը պատմեց, հիմա գսե խստաբարանոց գիրեք ինչ ասել է ֆրանսերեն կուղեդ։ Թեթու, չոր գլուխ։ Հալելույա։ Ով չոր գլուխ։ Այդ գսե։ Խստաբարանոցներ գսե ու սրդով եւ ագանչով չթլփատվածներ հрьяաները թլփատված են չէ իրենց համար մենք թլփատված աստծո ժողովուրդն ենք ինք գսե դուք թլփատված մարդ չեք հիմա մենք հայերուս կրնան գսել խստաբարանոց ծեր լեզվով ասեք որ մարդը լավ հասկանա չոր գլուխ ասես արդեն գսկսի քեզ մենեղանալ այդտեղից գսկսի բայց ճշմարտություն է ով չոր գլուխներ գսե որ ագանչով չես լսեր եւ դու քրիստոնյա ես
Այդպես էսել ուզե։ Երբ որ հրյային գսե թրպատված չէ, գսել է դու հրյա չես։ Հիմա մեր հայրուն կդասե դու քրիստոնյա չես, նայր ինչ կանեն քեզ։ Բայց այնքան սրդանց մոտեցավ, հարկալից խոսեցավ, որ այստեղ ճշմարտությունը պետք է որ ասե։ Դու որտեղդ քրիստոնյա ես, Աբրամ։ Քու որ մեկ դրսևորումդ քրիստոնյա է։ Քու որ մեկ քրիստոնեական հիմքի վրա այս բանը հրին։ Ուր գրված է քո օրածը։ Բիդիուսի բայց սիրով։ Բայց ճշմարտությունը մի դեսենք։ Ուր գրված է քո օրածը։ Ուրեմն քրիստոնյա բառը չկործածես, ոչ թլպատված ես դու։ Հալելույա։ Ինձ համար օրինակ է։ Արդեն երբ որ սկսավ հարցագիլ, ոչ թե հարցագիլ, ճշմարտությունը ասել, գիտեք ինչերին։ Բռնեցին իրեն, հիմա բիդը սկսին քարգոծելու։ Բոլոր ժողովուրդը եկերեն եւ Ստեփանոսը մինագը գքարգոծվի։ Քարերը բիտնեն իրեն վրա։ Ժողովուրդ, եթե մեզ մեկը գուզե Քրիստոսի հաջերի մարդը լալ, թող չի վախենա քարգոծվելուց։ Մեկադալ ասեմ, եթե մեզ մեկը գուզե Քրիստոսի հաջերի լալ, թող չի վախենա թե մարդիկ ինչ կսեն իրեն համար։ Պիտի ծաղրեն քեզ, պիտի քարգոծեն տարբեր խոսքերով, քար չեն առներ վստահ, բայց ուրիշ բան գնեն վրա։ Նայած ինչ հա, բայց ուրիշ բան գնեն, մի սուտ բան կգցեն վրա, հագարակ բան կգրնան ասել քեզի։ Մի խոսքով, եթե դու գաբրիս մարդկանց համար, խնդրեմ, Բողոս կսե հետևյալ խոսքը։ Բողոս կսե հետևյալ խոսքը։ Եթե ես մարդկանց հաջեցնեի, Քրիստոսի արակյալ չէ ելար։ Ուրեմն դեղ մգա որ այստեղ Ստեփանոսը հարկերից ամեն ինչ ըրավ, ինչ որ պետք է ըրավ, բայց սելիկն անսավ։ Եվ ահավեսիկ իրեն կքարգոծեն, բոլորը հավաքել են 4 կողմը եւ իրեն կքարգոծեն։ Նորմալ է, քանի որ Հիսուսը լսավ։ Անորմալ քույր եղբայրներ Հիսուսի առաջին աշակերտները գիտեին որ պիտի քարգոծվեին, պիտի հալածվեին, պիտի չի սիրվեին եւ անոր համար մգրդված են։ Գիտեք մգրդություն բառը իրենց համար սպանություն էր։ Եվ եթե մգրդվել են վերջ 1 օր ավելի գաբրեին գսե փարկաստո 1 օր ապրեցանք։ 2 օր ավելի գաբրեին գսե փարկաստո 2 օր ապրեցանք, քանի որ մգրդությունը մեր համար արդեն մահաճ արդեն պիտի մեռնենք։ Հիմա անոնք որ մգրդել են վերջ մի քանի տարի ապրել են, փառք տվեք Տիրոջը։ Քանի որ փունին նայիս, դու պետք է արդեն քարգոծված լայր։ Եթե դեռ բայերը ինձ մգրդվել են աշխապ տարի վերջը, ուրեմն փառք տամ Տիրոջը, ես արդեն մեռած եմ 30 տարի առաջ։ Ուրեմն հիմա եթե ին վրաս գթքես, ես խնդրեմ չունիմ, ես արդեն մեռած եմ։ Իսկ եթե Գաբրիմ գսե սուպիրքը իրեն համար։ Ուրեմն նորմալ էր որ Արման ջան, նորմալ է որ մարդկանց համար պատրաստված էին մեռնելու մգրդությունը մեռնել էր արդեն։ Հալելույա։ Հերու ենք մենք, ասես ուրիշ եկեղեցի մասին եմ խոսում ձեզի։ Գարձեք ուրիշ ավետարանի մասին եմ խոսում, կան վարժված չենք այս թեմաները խոսել։ Այդպես չի։ Հիմա կա թեմաները Աստված լավ է, բարի է, ինչ որ գուզես քեզի գուտա, երբ գուզես քեզի գուտա, հալելույա, փառք Տիրոջ, փող դուր, տեղ դուր, հարաշություն դուր, այսպես աղոթներ է գնում։ Իսկ սուբ գիրքի ոչ մեկ համարների չկար։ Սուբ գիրքը մեզ գսորվեցնե, մենք մեռնում ենք Քրիստոսի համար, քանզի ինքը մեռավ մեզ համար։ Եվ եթե Գաբրիմ իր համար, իր парքին համար, իր շնորհքի մեջ։ 1 տարի Գաբրիմ, 1 տարի, 2 տարի Գաբրիմ, 2 տարի։ Ռուզանը գսեր, եթե 10 տարի, որքան տարի որ ապրիր իրեն համար։ Հալելույա, եթե մեռնիս այսօր դերը հետդ, գնա։ Ես ար հետդ։ Ինչու, քանի որ մեր կյանքի նպատակը այստեղ մնալ չէ։ Եվ ոչ ալ այստեղը парք ստանալն է մարդոց մե։ Ժողովուրդ, հիմա նայեցեք ինչ կպատահի այստեղ ավելի կարևոր կետ։ Քանի հասանք, հա։ Պատրաստեք։ Իրեն կքարգոծեն համար 54-7-րդ գլուխ։ Պիտի գարտանք միասին։ Անոնք, ուրեմն, հրյաները այս բաները լսելով սրդերնուն մեջ կգադղեին եւ ագրանին անոր վրա կգրջդեին։ Մի խոսքով պիտի ուդեին իրեն։ Գիտեք ինչու, քանի որ սա մեղավորություն ես։ Գիտեք ինչ դժվար է, մեկը գա քո դիմացդ, մադը տնե քեզի եւ ասի որ դու ես մեղավորը։ Հիմա մեզի ով որը լա, երբ որ կա մեկը ասի որ քույրս, եղբայրս, դու մեղավոր ես, արդեն մի քիչ
Ադամնից կսկսենք այդ մարդուն թեմ, պիտի փորձենք մենք մեզ արդարացնել, բայց ժողովուրդ, եկեք թույլ տանք, որ ասվի ինձ համար, որ ես մեղավոր եմ, որ թերևս իրական մեղավոր եմ, թերևս իրական մեղավոր եմ, ընդունի մեղքս, բայց մի մակիաժ մի դար մեղքին, այստեղ երկու բան կտեսնենք, նախ որ քեզի պիտի ասեմ մեղավոր ես, ընդունիր, երկրորդ դու գարաս ասես ճշմարտությունը մեղավոր ես դիմացին, մի խապեք, մի մակիաժ, մի դակ մեղք է ժողովուրդ։ Հիմա ես մեղքի մեջ ինգեր եմ, օքեյ, թեմ կարողանում մեջից դուրս գալ, խնդիր գա, պետք է շտկեմ, հասկացանք, միասին մենք կանենք այդ բանը, բայց ես իմանամ, որ մեղքի մեջ եմ, ընդունիմ, որ մեղքի մեջ եմ, եթե ես չընդունիմ, ինչպես ասեմ, այո, ինձ օգնի։ Եթե դու մեկու մեջ ես, դու մեղքի մեջ ես, ինչպես կուզված մարդը շտկվի։ Այս բոլորիս համար է, հովիվի կորդ չի, բոլորիս կորձն է։ Եվ հավասիկ կգարտանք, ագրանին կգրջդեին, պայց անիգա, սուրբ հոգիով լեցված երգինք նայեցավ։ Կախվիկ այդ տեղ է, քիչ առաջացինք սուրբ հոգիով լեցված մարդ էր, երկու անգամ կրված ես երրորդ անգամը իր մասին։ Գիտեք ինչ եղավ, սուրբ հոգիով լեցված մարդը միշտ երգինք գնայի։ Եվ նեղության ընթացքին, երբ որ երգինք գնայիս, լեցվելու կսկսիս ավելիով։ Երգինք նայեցավ և դեսավ Աստծո փառքը։ Վաու։ Նայեցեք մի քանի շաբաթվա հավատացյալ է, հա, դա լսեմ ձեզի։ Գուզեմ գրտնել այդ բանը, որ չասեք, վայ, ինչ լավ էր Ստեփանոսը։ Երանի մենք ալել, այդպես մի ասեք։ Մի քանի հավատացյալ օրերու, շաբաթներու հավատացյալ է, երգինք նայեցավ և Աստծո փառքը տեսավ։ Պիտի խնդրեմ քեզի դուրս ելես մի հատ երգինք նայ, պիտի տեսնես փառքը։ Գիտեք ինչու չես տեսնել, կամ վարժված չես տեսնելու։ Քան դու երգինք շատ չես նայեր, դու գնայես դիմացինին։ Ստեփանոսը դիմացինին չնայեցավ։ Ստեփանոսը քարգոծողներուն չնայեցավ։ Ստեփանոսը քարերուն չնայեցավ։ Ստեփանոսը չնայեցավ ինչ կսեն, չլսեց ինչ կսեն, ինչ հայոյանքներ ատեղ խոսեցան իր թեմ։ Չէ, Ստեփանոսը շիտակ տեղը նայեցավ։ Ուր որ պետք է նայի ամեն հավատացյալ։ Ուր որ պետք է լսի ամեն հավատացյալ։ Շիդակ տեղը չնայես, դու միշտ պիտի քարգոծվիս եւ այդ քարգոծվանի մեջ դու պիտի հայոյելով մեռնիս։ Ես տեսել եմ երկու տեսակ հավատացյալ խոսել եմ ասկարած, երկու տեսակ ձերերու գնացել եմ իրենց վերջին օրերը։ Ես ագանադես, մեկ ձերը սուրբ ոգիով լեցված մարդ էր, իսկ մյուս ձերը եկեղեցի հավատացյալ էր, բայց վերստին ծնունդ չուներ։ Եվ այդ երկրորդը, որ վերստին ծնունդ չուներ, հայոյանքով մեռավ, փամփասանքով մեռավ, փողոքներով մեռավ, իր չորս կողմիներուն եկեղեցին Աստծո նույնիսկ փողոքներով մեռավ իր վերջին օրերը եւ գիտեք ինչպես թաղվեցավ մենակ ինքը ես կացի թաղեցի իրեն մարդ չգար իսկ մյուսը որ հավատացյալ էր մեռած օրեն մի քանի շաբաթներ առաջ ահա ես կերտամ ասավ ահա ես կպատրաստվեմ դեղը պատրաստ է իմ համար օրտնելով բոլորին օրտնելով գնաց ամբողջ եկեղեցին գող կներ երբ որ իրեն թաղեցինք Ժողովուրդ, նայես ուր գնայիս։ Եթե դու ինձ գնայիս քո հավատքիդ, հավատքդ մեծնալու համար եթե հովիվին գնայիս, վստահ եղի որ դու Եթե գնայիս մեծ քրոջը, մյուս քրոջը, եկեղեցի չեմ կարայլևս, ինչու՞, քանի որ Սարգիսը հոն է։ Էլ չեմ ուզում լսել իրեն, ինչու՞, քանի որ դա։ Ժողովուրդ, շիդակ տեղը նայեր։ Երգինք Եվ նայեցավ Աստծո փառքը տեսավ եւ Հիսուս Աստծո աջ կողմը նստած Տեսավ որ Հայր Աստված եւ Որդի Աստված իրենց տեղում անշարժ են այդ հարցի մեջ Այդ հարցը որ ինքը պիտի սպանվի քարերս պես են ժողովուրդը հայոյան ցայն աղմուկ Երևանայեցեք ուզում եմ օր մասիկա թատրոն ունենք Այս կետը, ասեմ Աշոտին մի հատ տադրոն ենք։ Երևակայեցեք, ամբողջ ժողովուրդը, ամբողջ ցայնը լսեցեք, հայոյանները մեմա, հազիվ մեկը վատ բան գսեք, եզի 3 շաբաթ չես կնանար։ Այդ մարդը 50 օքի ամենեն քիչ, կարծեմ ավելի, լեցված են, գա հայոյեն իրեն։ Ցերկերնա քարը պատրաստ, այդ բոլոր աղմուկին մեջ վեր գնայի, Աստծո փառքը կտեսնե եւ կտեսնե որ Հիսուս եւ Հայր Աստված եւ Որդի Աստված հանգիստ իրենց տեղում մնացել են։ Գրնակ Երևակայել։ Այդ նույն պատմությունը, որ Հիսուս եւ աշակերտները երբ որ փոթորիկին մեջ էին գսեց ու քիրքը, Հիսուս կսե փարցի վրա կքնանար։ Ցամնալի բան։ Ինչպես է Հիսուսը հետա։ Եվ եթե դու Հիսուսի հետևորդ ես, դու շիտակ տեղը պիտի նայես։ Ես քարոզ ունեմ անոր վրա, որ ասել եմ, Հիսուս գիտեք ինչ կուզեր այդ ժամանակ։
նավում մեջ որ փոթորիկ կար աշակերտները վախցան իրարանցան խոսեցան Հիսուսը որ անհավատներ տերահավատները սա բորած վրանին գիտեք ինչ կուզեր Հիսուս այդ ժամանակ որ ամեն մեկը բարձրնին առնեին կային կողը կնանային ցույց կտային որ մենք կվստահենք քեզ Բիդի երևնա որ դու կվստահիս Այս մարդը վեր գնայի, փառքը կտեսնե, հանդարտ կգնա եւ նայեցեք ինչ կսե, ահա կտեսնեմ, հրճագա այստեղ, ահա կտեսնեմ երկինքը բացված որդի մարդու Աստծո աջ կողմը գայնած այս անգամ։ Կտեսնե նստած, կտեսնե գայնած։ Գիտեք ինչ կգայնի Հիսուս։ Գպատվեմ քեզ գսե Ստեփանոս։ Մինչև վերջ մնացիր հավատարիմ։ Գպատվեմ քեզ Ստեփանոս։ Մտ սկսար խոնար իմաստուն եկեղեցիիդ մեջ ինչ որ ըսին ըրիր քացիր ավետարանչություն սուբ գիրքը հասկացար սուբ գիրքին հիմքը հասկացար մարդկանց հարկեցիր ավետարանչությունդ ըրիր եւ հիմա քեզ կմերցնեն եւ դու դեռ այստեղ ես եւ գիտեք ինչպես կվերջացնի աղոթքը ով հայր գսե ով Հիսուս գսե ընդունե իմ հոգիս Ձունգի կալով գսե բարձրացան աղայց դեր այս մեղքը միս է բերադոնց եւ ննջեց Մինչև վերջ Հիսուսի պես Մինչև վերջ Հիսուսի պես Ժողովուրդ այսօր դու գաղութեի գսե դեր խնդրեմ Ստեփանոսներ բարձրացում մեր եկեղեցիի մեջ Հոգևորներ չէ, հավատացյալներ չէ, Ստեփանոսներ Անցողական հավատացյալներ չէ, դեր Ստեփանոսներ խնդրեմ Քանի որ անցողական հավատացյալ շատ կան, այսօր լավ եք ուղղել եկեղեցի, վա գդեղվին գտողեն կգնան, հետո ուրիշը գուկա, այսօր լավ ենք գա եկեղեցի, գդեղվին գտողեն գերտան, այդ հավատացյալներն հոգներ են, դու ալ հոգներ ես դեր, Ստեփանոսը ստեղծի եկեղեցիի մեջ, որ քեզ բադվեն, դու ալ բադվես եւ այսպես եկեղեցիդ հիմնվի հիմքի վրա։ Ժողովուրդ ջան, այսպես աղոթ է քեզ համար։ Ստեփանոսը լամդեր, Ստեփանոսը լամդեր։ Շիդակ տեղը նայր։ Քեզի չեն սիրեր, դու շիդակ տեղը նայր։ Քեզի չեն հարկեր, շիդակ տեղը նայր։ Օգնեց այս քարոզը քոնե մեգուս։ Համը պիտի փոխվի, ոչ թե քար շաբաթ նորեն նույն ծևով պիտի լաս։ Ստեփանոսը մեզ մե ավելի գարչ հավատացյալ մարդ էր։ Դարիքի առումով եմ ասում, հավատքի երկարության առումով եմ ասում։ Դերս իսկապես շատ հերու եմ ես։ Քարգոձողին քարին գնայիմ, քարգոձողին ցերքին գնայիմ, քարգոձողին այո, այդ ամենեն վադը, քարգոձողին փորձում եմ հասկանամ եւ այլն, այս ախպեր քարգոձողին ժամանակ երկինք նայր։ Հիսուս կսե հետևյալը Հովանու 12-ի մեջ, ան որ գսե ինձ կծարայե, հայրը կպատվե։ Հայրը իրեն կպատվե։ Ոչ թե ինքը հորը կպատվե, հայրը իրեն կպատվե։ Մեծ երևակայի Աստծո պատիվը ստանալ։ Քույր եղբայրներ խնդրեմ, ուր որ հասել ենք մեր հավատքին մեջ մի հատ այսօր մի քայլ ավելի լրջությամբ եւ խոնարհության երթանք Ստեփանոսի պես խոնար մարդ, բարձ մարդ, ինչ որ գսվի գնե, եկեղեցիի մեջ օգնական իր ժամանակ իր բաները բերող եւ եթե իր պատճառով, իր խոսքերով հարվածներ կան, ինք երկինք է այում։ Քանի որ մեր վերջը հոն է։ Ինչ օրինակ է ինձի մեր Ստեփանոսին օրինակը ոչ թե անցողական հավատացյալներ այլ աշակերտության մոդել օրինակ Ստեփանոսը հալելույա գիտեք Հիսուս երբ որ աշակերտներուն ղրգեց գիտեք ինչ ասավ ասավ կացեք ասավ իմ վգաներս եղեք վգա բարը ասել եմ նորից կսեմ վգա բարը ասել է կամ ուրիշ սևով բացատրեմ այս Հիսուս կսե իր աշակերտներուն կացեք ինձի համար մերեք
վգապարը Մարդիրոս պարն է, ինչպես Ստեփանոսը Մարդիրոս մաղթիղ եղավ, մերավ Հիսուսի համար։ Գրնալալ, որ Մարդիրոս ըլլալուց առաջ, ասեր, որ լավ աղբեր, ներեք, մի քիչ խիստ խոսեցա, գներեք ինձ, և այդտեղից կպաղներ։ Մենք չենք կանչված, որ մարդիկ սիրեն մեզ, կանչված ենք, որ մենք սիրով ճշմարտություն ասենք, բայց իմաստությունով, սորվիլով, հարգելով, խոնարելով, օրինակ լինելով, այս բոլորը որ գսեմ, ես սխալական եմ և եղած է սխալներ, բոլորիս մեջ, չեմ կարծել մեկը մեկուն չեն եղածուցած ստեղ, չէ, միշտ մեկը մեկուն եղածուցել են, բայց դեղ մգա, որ մենք բիդի սորվինք Ստեփանոսին, եթե շիդակ տեղը գնայիս դու շիդակ մարդը գլաս, շիդակ ցայնը գլսես, շիդակ խոսքը գուդաս, շիդակ արևին գնայիս, շիդակ զագար գուդաս, Ստեփանոս թե անցողական, ուրեմն սորվիր, սիրե եկեղեցիդ, հարգե եկեղեցի քուր եղբայրները, խոնարհությամբ ծառայե գարկուկանոնի մեջ մտիր, անոր ծառայության մեջ չթող մտնա ծառայելու, ինչ որ ըսվի, թեկուզ կդին լվալ, առանց որևէ մեկ քիթ բարձրացնելու, այդտեղից է սկսվում ինչ։ Եվ այդպես մարդը դերը բարձրացնե եւ բադիվ գուդայրեն։ Այդ պայմանով, եթե գուզես որ դու դերը քեզ բադվե։ Բայց եթե չուզես որ դերը քեզ բադվե, ոնց ուզում ես այդպես ապրիր։ Շարունակե այսպես տարիներ, ինչպես ուզես։ Բայց եթե գուզես դերը քեզ բադվե, Հիսուսը որ քեզ համար մերավ, հորը աչքոմը գայնած, ասի բարի եկար սիրելի զավակս։ Նատ երևակայ է միտքը, որ դու մերնում ես, բայց դերը ոտքի քեզ գսե բարի ես եկել։ Մեր դեղը այստեղ չի ժողովուրդ։ Ուզեմ հիշեցնել ցեզ։ Շատ ծեր վրա մի աշխատիկ ծեր ֆիզիկի վրա, որտերը պիտի ուտեն ցեզ։ Ինձյալ ցեզ հետ։ Աշխատենք մեր հոգևոր կյանքի վրա։ Քանի որ Հավիդյանս Հավիդյանից մեր դուն այդտեղ է։ Ուրեմն պատրաստվենք Հիսուսի անունով։